Բարև ձեզ հարգարժան հետևորդներ, ուրախ եմ այս հանդիպման համար, ուրախ եմ այս հարթակի համար, քանի որ մենք այս հարթակի միջոցով կարողանում ենք վերագտնել մեր անցյալը, մեր պատմությունն ու մեր ինքնությունը, մեր արժեհամակարգը։ Վերջին 3000 տարիներին ծրագրավորված խեղաթյուրվել է աշխարհի պատմությունը, առաջին հերթին մեր պատմությունը, քանի որ մենք գտնվում ենք համաշխարհային պատմության ակունքներում։ Դրա համար վերականգնեք մեր անցյալը, մեր պատմությունը եւ հավատացեք, հաղթանակի դափինները վերևից կթափվեն մեր վրա եւ նորից կծածանվի մեր ձեռքերում հաղթանակի դրոշը։ Ուրեմն մենք վերագտնենք, վերականգնենք մեր պատմությունը, բայց դրա համար մենք սկսենք հետեւյալ կերպ։ Ինչ եղավ 18-20 հազար տարի առաջ, եղավ այն ինչ եղավ, մինչև այսօր գիտնականներն էլ հստակ պատասխան չունեն, թե երկնաքար ընկավ երկիր մոլորակի վրա, թե աստվածները միջուկային պատերազմ հայտարարեցին, փաստը մնում է փաստ, որ երկիր մոլորակի ջերմաստիճանը կտրուկ նվազեց, անմիջապես վերացավ եւ բնությունը, եւ կենդանական աշխարհը, եւ մարդ տեսակը։ Անցան տարիներ, անցան դարեր, բայց ձմեռը չէր նահանջում, ընդհակառակը օր-օրի վրա սառույցները բարձրանում եւ բարձրանում էին։ Եվ հարթավայրերում նրանք արդեն հասել էին 2 կիլոմետր բարձրության։ Եվ այդպես տխուր ու մռայլ երկիր մոլորակը ապրեց գրեթե 3000 տարի։ Եվ վերջապես երկնքի ժպտաց արեգակը, լացեցին սառույցները, հալվում էին ամեն օր, ամենուր, օր ու գիշեր, սկիզբը կար, բայց վերջը չէր երևում, եւ այդ ջրերը դանդաղ հոսում էին դեպի համաշխարհային օվկիանոս, հոսում էին ամեն օր, ամենուր, եւ օվկիանոսի ջրերը դանդաղ, բայց հստակ բարձրանում էին վեր։ Եվ այդպես ապրեց երկիր մոլորակը գրեթե 1000 տարի, եւ վերջապես հալվեցին սառույցները, բայց կատարվեց երկրորդ աղետը։ Ջրերը բարձրացան եւ ծածկեցին ողջ երկիր մոլորակը։ Այսօր որ ասում են համաշխարհային ջրհեղեղի մասին, իրականում դա Սարսե դաշտերից հալված ջրերի հետևանքով առաջացած ջրհեղեղն էր։ Եվ այդպես ջրերը ծածկեցին երկիր մոլորակը, եւ այդպես ապրեց երկիր մոլորակը եւս 1000 տարի։ Քանի որ ջերմաստիճանը դանդաղ, բայց հստակորեն սկսում էր բարձրանալ, գոլոշացումը ավելի ակտիվանում էր, ջրերը օվկիանոսի սկսեցին գոլոշանալ եւ օվկիանոսի ջրերը սկսեցին նվազել։ Եվ վերջապես բարձրադիր գոտիները ազատվեցին ջրերից։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ տիեզերքից 3 տարբեր համաստեղություններից, 3 տարբեր քաղաքակրթություններ միառժամանակ վայրէջք կատարեցին հայկական երկիր մոլորակ արարելու նոր աշխարհակարգը։ Աստվածների մի խումբը վայրէջք կատարեց Տիբետյան լեռներում, դրանք ի աստվածներն էին, որոնք արարեցին չին ժողովրդին։ Երկրորդ աստվածների խումբը վայրէջք կատարեց Էթիոպիայի բարձրադիր գոտիներում եւ արարեցին էփերին, այսօր ասում ենք Էթիոպիա, մենք, քանի որ մեր լեզվի մեջ Ֆ տառը չի եղել, էփե, էթիոպներ, ուրեմն դրանք են աստվածներին են։ Ի աստվածները դրանք մեկ հնչյուն, այսինքն նշանակում է առաջի կարգի աստվածներ,
նորալուկ աստվածներ, այն աստվածները երկու հնչյուն, երկու տար, ուրեմն դրանք երկրորդ կարգի աստվածներն էին, որոնք արարեցին էփերին, իսկ հայկական լեռնաշխարհում վայրեջ կատարեցին հայ աստվածները, հայ երեք տար, երեք հնչյուն, ուրեմն երրորդ աստիճանի աստվածներ, ընդհանրապես աստվածները լինում են քառ աստիճան, բայց միաժամանակ կարող են լինել երեքը, դրա համար երկիր մոլորակ էին եկել առաջին, երկրորդ և երրորդ կարգի աստվածները, սուրբ երրորդություն բառի իմաստը հենց կայանում է նրանում, որ միայն երեքը կարող են լինել միասին, ուրեմն հայ աստվածները արարեցին հարերին, շատերի համար այսօր կարող է տարօրինակ թվալ, քանի որ մենք մեզ անվանում ենք հայ դա մեր Աստծո անունն է, իսկ աստվածները մեզ տվել են հար, այսօր էլ մենք ասում ենք հարակից, հարատևել, հարաբերվել, դրա համար հն և արը դրանք տարբեր աստիճաններ են, հն դա ազնվայրուն մարդու ծածկագիրն է, իսկ արը դա հասարակ մարդու ծածկագիրը, հիմա ես ձեզ բացատրեմ և դուք կհամոզվեք դրանում, տեսեք հն 16-րդ տարն է, այսինքն մեկին գումարած 6 հավասար է 7, 7-ը դա ազնվայրուն մարդու կարգաթիվն է, իսկ արը տեսեք ան 1 ռն 32, մեկին գումարած 32, 33, 3-ին գումարած 3, 6, ուրեմն մենք աստվածաշնչում նույնպես կարդացել ենք, որ աստվածները արարեցին հասարակ մարդկանց, հետո հարաբերվեցին նրանց հետ և նրանցից սերվեցին ազնվայրուն մարդիկ, ավելի կատարյալ մարդիկ, դրա համար ազնվայրուն մարդու կարգաթիվը 7 է, իսկ հասարակ մարդու կարգաթիվը 6, նույնը և նայեք, շին, Չ տառը 25-րդ տարն է, 2-ին գումարած 5, 7, 9, 11, 9, 22, 11-ին գումարած 22, 33, 3-ին գումարած 3, 6, նույնն է էփերինը, N 7, փն 35, N 7, 35-ին գումարած 7, 42, 4-ին գումարած 2, 6, ուրեմն բոլոր տեսակներն էլ ունեն և ազնվայրուն մարդիկ և հասարակ մարդիկ, հասարակ մարդկանց անունները 2 հնչյուն, իսկ ազնվայրուն մարդկանց անունները 1 հնչյուն, և այսպես արարվեց նոր աշխարհակարգը, ուրեմն հարգարժան հետևորդներ, ինչ եղավ, աստվածները եկան արարեցին մեզ, արարեցին և նրանք գրեթե 2000 տարի ապրեցին մեզ հետ, սովորեցրին իրենց օրենքները, իրենց կեցվածքը, իրենց նիստ ու կացը, որպեսզի ավելի պարզ և հստակ լինի ձեզ համար, որպեսզի դուք էլ իմանաք այդ աստվածները եկել են տարբեր համաստեղություններից, ուրեմն չինացիների ի աստվածները, որոնք արարել են չինացիներին, դրանք եկել են փոքր շուն համաստեղությունից, իսկ այն աստվածները եկել են Սիրուս, այսօր հայերեն շնաստեղ համաստեղություն, մենք հիշենք մեր պատմահոր ասածը խորենացին, որ հայկը նետահարեց բելին և ասաց շուն էիր, շուն դառնաս, այո, ուրեմն բելը դա էթիոպացիներն էին, որոնք ցանկանում էին տիրանալ մեր լեզվին, մեր պետությանը, մեր ինքնությանը, դրա համար հայկը նետահարեց բելին, ուրեմն իսկ հայ աստվածները եկել էին օրիոն համաստեղություն, հայերեն հայք համաստեղություն, քիչ առաջ ես կրկնեցի, ասացի, որ հայ դա մեր Աստծո անունն է, մեր աստվածատուր անունը հար է, ուրեմն այսպես և աստվածները արարեցին 3
տեսակ մարդու։ Մենք այսօր էլ որ ճիշտ հետազոտենք, արյունը ունի 4 խումբ, 3 եւ գումարած 1, այսինքն 4-րդ խումբը դա խառնուրդ է։ Նույնն է 4-րդ ռասա մարդիկ, դրանք խառնուրդներ են։ Այսօր հնդեվրոպական ցեղերը հիմնականում կայացած են արիական ցեղերից, բայց նրանց հետ խառնված են որոշ չափով եւ էթիոպացիներ եւ չինացիներ, այսինքն մոնղոլոիդ, այսօր մենք ասում ենք մոնղոլոիդ ռասա։ Հետո ես ձեզ ասեմ, որպեսզի ավելի ճիշտ լինի, տեսեք, հայ աստվածները արարեցին հարերին, բայց տիեզերական օրենքի համաձայն նրանք նույնպես 3 տեսակ են։ Ցենց ավելի պարզ ասեմ, պատկերացնեք մենք խնձորի ծառն ենք, 3 տեսակի խնձոր։ Պատկերացնեք էթիոպացիները տանձի ծառն են, 3 տեսակի տանձ։ Նույնն էլ գցենք սերկևիլ չինացիները 3 տեսակ ու դրանից սկսում է բազմանալ, որովհետև մի տեսակ հնարավոր չէ գոյություն ունենալ։ Դրա համար 3 գեն, 3 ենթագեներով ու դրանից սկսել է բազմանալ ողջ աշխարհը։ Շատ հետաքրքիր է, մեր աստվածները ունեն 4 լեզու։ Առաջին լեզուն դա աստվածային լեզուն է, այսինքն տեսահեռազգայական կապով միմյանց հետ հարաբերվելը։ Երկրորդ լեզուն, տեսեք, բ բանավոր, բ բերանի միջոցով, բ բառերի միջոցով։ Երրորդ լեզուն դա գ գրավոր, գ գիրք։ Չորրորդ լեզուն, տեսեք, խառը կամ ասում են նկարագրական, մի մասը կարող է լինել նկարի պատկերի ձևով, մի մասը կարող է լինել գրված, գրավոր։ Մեր ծածկագրերն են նույնպես ունեն 4 տեսակ։ Առաջին մեր հայ բենարանը, այգուբեն, մենք այսօր ասում ենք այգուբեն, հայ բենարանը ասում ենք արեքակնային, քանի որ ծածկագրերի մի ձևը գրված է արեքակնային տիրույթին համահունչ, այսինքն 1-ից մինչև 16 թվերի տիրույթում։ Ինչու համար, քանի որ մենք գիտենք առաջին տիեզերական արագությունը 7.9 կիլոմետր վարկյան արագություն է, որի դեպքում տիեզերանավը հաղթահարում է մասամբ երկիր-մորակի ձգողականությունը եւ բարձրանում է երկիր-մորակի տիրույթում պտտվում։ Երկրորդ տիեզերական արագությունը 11.2 կիլոմետր, որի դեպքում արբանյակը տիեզերանավը հաղթահարում է երկիր-մորակի ձգողական ուժը, անցնում է արեքակնային տիրույթ, իսկ 16.7 կիլոմետր վարկյան արագության դեպքում նա հաղթահարում է արեքակի ձգողական ուժը եւ անցնում է արեքակնային տիրույթից դուրս։ Դրա համար մեր ծածկագրերը 1-ից մինչև 16 թվերի տիրույթում են արեքակնային, դրա համար մենք կոչում ենք մեր հայ բենարանը արեքակնային։ Երկրորդ ծածկագրերի ձևը դա կարգաթվերով գրված ծածկագրերն են, երրորդը թվային մեծություններով գրված ծածկագրերն են, իսկ չորրորդը դա խառը ծածկագրերն են։ Ընդհանրապես 4-ը միասին չի լինում, դրա համար 3-ը միանման, 4-ը խառը։ Այսքանով ես այսօր ուզում եմ ավարտել իմ հաղորդումը, քանի որ անսահման է աստվածների լեզուն, անսահման է ծածկագրերը, գաղտնագրերը, մնացածը ես կհաղորդեմ ձեզ մյուս հաղորդումների ժամանակ։ Շնորհակալ եմ դիտումների համար, շնորհակալ եմ եթերը տրամադրելու համար։ Շնորհակալություն եւ ցտեսություն։